Հարգելի հայրենակիցներ, ես իհարկե հասկանում եմ, որ ազգային ժողովում անցկացված լսումներն առհասարակ եւ կառավարության անվստահություն հայտնելու գործընթացը իշխանությունը ծափարություններով եւ ցնծություններով չէր ընդունելու եւ դա բավականին էկզոտիկ արձագանքների էր հանգեցնելու։ Բայց կան թեմաներ, որոնց ներթափանցելու համար պետք է համապատասխան քաղաքական քաշ եւ գիտելիքներ, նաեւ գիտակցում, թե ինչ է քաղաքական process-ը, ինչ է քաղաքական գործունեությունը, ինչ է ենթադրում օրենսդրի վարքագիծը, ու եթե դու դրանում պատահական հայտնված անձ ես, ապա պարտադիր չէ քո ամբովանդակ ու համակարգ տեքստերը պարզապես փաթաթել հասարակության վզին։ Կառավարության անվստահություն հայտնելու գործընթացը բխում է լեգիտիմ հիմքերից, որոնք հրապարակային ձևով ներկայացվել է, դրա շուրջ խորհրդարանական եւ արտախորհրդարանական դիմադիր շրջանակներում կա ձևավորված կոնսենսուս։ Իսկ այն ինչ որ տեղի ունենում այսօր, բխում է դրա տրամաբանությունից։ Կարդացեք ձեր նախընտրական խոստումները, ձեր գրած կառավարության ծրագրերը եւ դուք ինքներդ էլ թեև չեք խոստովանի, սակայն կգտնեք ձեր հարցերի պատասխանը։ Գետինը մտնելու փոխարեն որոշները հպարտանում եք ձեր բերած պարտությամբ։ Ոմանք գլխիկոր Էրդողանի գիքն են ֆռցնում, ոմանք ադրբեջանցիներն իրենց հպատակություն են հայտնում, իսկ ոմանք էլ լուր խորհում են, լավ գիտակցելով իրենց արածի ու չարածի քաղաքական պատասխանատվությունը։ Երբեմն ավելի լավ է լռել, քանի ցույց տալ այն ամայությունը, ինչը տերում է ձեր քաղաքական էությունում։